Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերը բարեկամներ եւս մեկ խաղային շաբաթ ավելուն վարքյաններ անց կմեկ տարկի որտեղ առաջատար Բենֆիկան երկրորդ դիվիզիոնի շրջանակներում առաջատարներից մեկը այսպես ասենք ով իհարկե շատ լավ մրցաշրջան է անցկացնում մրցում է նոր թափավազ քաղաքած Բարսելոնայի շատ հետաքրքիր դիմակայություն է իսկապես սպասվելու մեզ այս 50 րոպեների ընթացքում հիմա արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին Եգանյանն ու անմիջապես հիմա շանս ստացավ հաշիվը բացելու Բենֆիկա Ռազմիկ Եգանյանի մոտ հարվածը չստացվեց, բայց իհարկե սա դեռ մեկ տարք է այս տեմպը բավական բարձր է լինելու։ Մինչ հանդիպան ավարտի հիմա էլ Բարսայի պատասխանը հարվածը կա ու Սարգսյանը այստեղ արդեն որսած Բարսելոնայի ֆուտբոլի Սարգիս Մուրադյանի կատարած հարվածը թիմերը արդեն մեկական վտանգավոր պայելով փոխանակվեցին այս անցած մի քանի այսպես ասենք վարքյանների ընթացքում նույնիսկ այո բեկը ամբողջական րոպեն չհատեց ու հիմա արդեն եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ սկսենք Բենֆիկայից ում դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12-ն է նաև թիմի ավագն է Վիլի Քարեյան համար 3 Տիգրան Հաղթազարյան համար 5 շնորհավորում ենք իդեպ Տիգրան Հաղթազարյանին սա նրա նորամուտի հանդիպումն է Բենֆիկայի կազմում շատ կարևոր օղակ Բենֆիկայի պաշտպանությունում ու տեսնենք արդեն Տիգրան Հաղթազարյանը ինչպիսի ֆուտբոլ իհարկե փորձի մատուցել Բենֆիկայի համար անկասկած մրցաշրջանի թե նրա նախորդ անցկացած հանդիպումներից հետո արտարացել շատ վստահ է զգում իր դիրքում Հաղթազարյանը ու շատ կարևոր եւ առանցքային օղակ է կազմում ցանկացած թիմի կազմում որտեղ դա տվյալ դեպքում հանդես է գալիս հիմա կար խաղի կանոնների խախտում այստեղ այո Հավաքյանի դեմ պայքարում մրցավարը Սուլեց եւ հիմա արդեն Ավակյանը խաղարկում է գնդակը շարունակեմ Բենֆիկայի հայտարարությունը ներկայացնել Արշակ Սարգսյան համար 9 Ռազմիկ Եգանյան համար 10 Արություն Մկրտչյան 11 Գևորգ Սոլոմանյան համար 14 Հրաչ Ղազարյան համար 77 եւ Սուրեն Սմբատյան համար 80 եւս մեկ հերվից հարված տեսանք այս անգամ էլ Նազարյանի կատարման բայց հարվածը շեղությամբ ստացվեց Նազարյանի Բարսելոնա դարպասը պաշտպանում է Արտուր Պողոսյանը համար 1 Ռազմիկ Սարիբեկյան 6 Ռոբերտ Նազարյան համար 7 Դավիթ Ավետիսյան 8 Ռաֆայել Մաթևոսյան համար 11 Ժան Ավակյան 14 Ռուբեն Սարգսյան համար 22 Նաթիմի ավակ թե Սարգիս Մուրադյան համար 77 այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպան հետ կապված Բարսան իսկապես շատ ակտիվ է մեկ տարկել հանդիպումը դա երևում է խաղադաշտում դա երևում է թիմերի գործողություններում ու տեսնենք արդեն կողմերից որ մեկին կժպտա բախտը իհարկե առաջինը հաջողության հասնելու գործում Մկրտչյան ընդունեց գնդակը թողեց խաղընկերոջը ու այստեղ փորձում է եւս մեկ գրոհ սկսել Բենֆիկան այստեղ Եգանյանի փոխանցումը պարզապես մի փոքր թույլ ստացվեց ու արդեն Բարսան է վերահսկում գնդակը այո ես մեկ տարկում ինչու նշեցի առաջատարներից մեկը հիմա արդեն մրցաշարային աղյուսակին ծանոթանանք որը ինտերնետ էլ հասկանանք թե ինչ իրավիճակում է գտնվում Բենֆիկան նա on-line տարբերակով գտնվում է 5-րդ հորիզոնականում վաստակած 22 միավորով, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել Բենֆիկան եւ այդ հանդիպումը հաղթահարելու դեպքում իհարկե արդեն վեր է բարձրանում մի անգամից երկրորդ հորիզոնական ընդամենը մեկ միավորի տարբերությամբ կզիջի Այաքսին, բայց իհարկե դեռ թիմերը պետք է անցկացնեն իրենց բոլոր հանդիպումները նոր դրանից հետո կունենանք ամբողջական պատկեր Բենֆիկան էլ Այաքսի դեմ, եթե չեմ սխալվում, այո, պետք է դեռ մրցի թիմերի միջև կարծես թե առաջին դիմակայություն դեռ տեղի չի ունեցելու, այդտեղ արդեն այդ հանդիպումից ավելի շատ բան է կախված լինելու Իհարկե առաջատարների պայքարում ոչ միայն Այաքսն ու Բենֆիկան են, նաև Պալերմոն, Փարիզը, Արցախն է միացել, Միլանն է շնչում մրցակիցների թիկունքում Լևերկուզենի հետ միասին մի խոսքով 6-7 առնվազն ակումբներ ինտեգրված են
երկրորդ դիվիզիոնը հաղթարելու գործում Մկրտչյան ֆենոմենալ էր արված ամեն ինչ Եգանյանն ու այստեղ փակվեց Եգանյանի արվածի ճանապարհը, բայց անկյունային վաստակում են հիմա Բենֆիկայի ֆուտբոլիստները, այո, Այաքսը 26 միավորով գլխավորում է, մրցաշարը Պալերմոն եւ Փարիզը 24-ական միավորով կիսում են երկրորդ եւ երրորդ հորիզոնականները, Արցախը 23 միավորով ունի նա չորրորդն է, Բենֆիկան այս պայն 22 միավորով 5-րդն է, Միլանն ու Լևերկուզենն էլ 19 վաստակած միավորով 6-րդ եւ 7-րդ հորիզոնականում են տեղ զբաղեցել, բայց իհարկե դեռ Միլանը ավելի շանսեր ունի, քանի որ Միլանը նույնպես ինչպես Բենֆիկան մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Փաստացի ստացվում է այնպես, որ իհարկե Միլանն հաղթանակի հասնելու դեպքում իր երկու հանդիպումներում միանգամից 6 միավորանոց քայլ կարող է կատարել։ Մի խոսքով այստեղ ամեն ինչ իսկապես շատ բարդ ու խիտ է վերադասավորվել եւ բնականաբար իհարկե դեռ ոչինչ հստակ ասել չենք կարող, դեռ պետք է իհարկե մոտենա մրցաշարը ավարտին, այնտեղ արդեն իհարկե ավելի հստակ կունենանք պատկերները, բայց այսպիսի պայքարը ես կարծում եմ, որ մինչև վերջի տուրը շարունակվելու է, հիմա Բենֆիկան նորից անցել է գրոյի եւս մեկ փոխանցում տուգանային մատույցներ, բարձան կարողացավ դուրս գալ պաշտպանությունից ու հակագրոյի պորտ, բայց այստեղ շատ լավ գործեցին սկզբում Բենֆիկայի ֆուտբոլիստները, հետո էլ Ավետիսյանը խլում իրականացեց ու հիմա բարձան նորից է գրոհում, բայց Հարեյանը այստեղ չեզոքացեց մրցակցի գրոհ, իհարկե խաղի կանոնների խախտման, բայց միևնույն է վտանգ այլևս չի սպառնում Բենֆիկայի դարպասի ուղղությամբ, որը օրինակ կստացվեր, երբ Ֆիլիպ Հարեյանի շրջանցեր Սարգիս Մուրադյանը։ Հետևենք ստանդարտին, որ իրականացնելու է Բարսելոնան։ Սուլիչը Ավետիսյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչպիսի փորձ ստացվի, սա փոխանցում է դեպի տուգանայինի մատույցներ, հեռացեց այստեղ Բենֆիկան գնդակ ու կարող է նույնիսկ գրոհել Ղազարյան, շատ լավ նկատեց Եգանյանի առաջ խաղացում ու կատարեց փոխանցում առաջ Ղազարյանը, Եգանյան ու շեղությամբ է ստացվում Ռազմիկ Եգանյանի այս կատարած արված, այո, շատ արագ ընդամենը մեկ փոխանցում պահանջվեց Բենֆիկային պաշտպանությունից արձակման հասնելու համար, որը կատարեց Հրաչ Ղազարյանն ու Եգանյանը եւս մեկ շանս բաց թողեց, երկրորդն էր Եգանյանի մասնակցությամբ արդեն իսկ այս խաղում շատ ակտիվ է մեկնարկել Ռազմիկ Եգանյանը այս հանդիպումը եւ իհարկե դեռ անկասկած նույնիսկ նա կստանա շանս այս խաղում, իհարկե եւս 1, 2 եւ ավելի անգամներ, իհարկե Եգանյանը շատ լավ կարողանում է եզրափակել իրեն անձեռնված հնարավորությունները, ճիշտ է առայժմ այս խաղում չի շփտացել նրան բախտը, բայց իհարկե նա դեռ ունենալու է հնարավորությունները Հարեյան Մկրտչյան ուժեղ էր այս փոխանցումը, իհարկե խոսում է Եգանյանի մասին Հաղթազարյանի հիանալի փոխանցումը բաց թողեցին, շատ լավ դուրս բերեց Տիգրան Հաղթազարյանը իր թիմի պաշտպանությունից ու այս գրոհը կարող էր ավելի լավ շարունակություն ստանալ, բայց Մկրտչյանի փոխանցումը արդեն իսկ ուժեղ էր, երկար փոխանցում առաջ, այստեղ էլ առաջինը կրկին Բենֆիկան է տինում գնդակին Սարգսյան դեպի կենտրոն, բայց այստեղ արդեն Ղազարյանը իհարկե խախտեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում, թիկունքից հրեց Հրաչ Ղազարյանը Մուրադյանին ու նորից հիմա Բենֆիկան է ստացել հնարավորություն Մկրտչյանի փորձը բարձր է ստացում, իսկապես շատ ակտիվ հանդիպում է մեկնարկել եւ այս հանդիպման հետ կապված իհարկե կասկած չկա, որ այս հանդիպումը պետք է մինչև վերջի րոպեն, մինչև մրցավարի եզրափակիչ Սուլիչը նման տեմպով ընթանա, համենայն դեպս թիմերի տրամադրվածությունը մեկնարկային րոպեներում այդ մասին է միայն խոսում, կա խաղի կանոնների խախտումը Ֆիլիպ Հարեյանի դեմ պայքարում ու ստանդարտ է վաստակում Բենֆիկան։ Տեսնենք այս փորձը Ղազարյան կա, փոխանցում Մկրտչյան հարված ու շեղությամբ է ստացվում Արություն Մկրտչյանի կատարած հարված, այո, սատանային աշխատանք էր իհարկե Ղազարյանը փոխանցեց, մեկ հպումով էլ Մկրտչյանը հարվածեց, բայց Արություն Մկրտչյանի կատարած հարված այստեղ շեղությամբ ընթացավ, երկար փոխանցում առաջ, այստեղ էլ առաջինը գնդակին արձագանքեց Բենֆիկայի պաշտպանը Սարգսյան կա փոխանցում այստեղ էլ հեռացված է գնդակը Սարիբեկյանն առաջինն է արձագանքում գնդակին ու եզրից կնետի հիմա Բենֆիկան Ղազարյան
դեպի պաշտպանության կենտրոն ուղարկեց Հաղթազարյանն առաջանում է Տիգրան Հաղթազարյան ու այստեղ չանցավ Հաղթազարյանի փոխանցումը Ավակյանն է խլում իրականացրել, բայց Հարեյանն էլ ոչ պակաս գրագետ պաշտպանվեց այս դրվագում Վիլի Հարեյան հետ փոխանցում դեպի Հաղթազարյանը շատ այստեղ ռիսկային գործողություններ Սուրմալյանը կորցրեց գնդակը սա հարված էր որից մի քանի մետր բաժանեց Բարսային հաջողության հասնելու գործում իսկապես շատ վտանգավոր է ստացվել արդեն Շահնազարյանի կատարած հարվածը եւ կարող էր հիմա նույնիսկ Բարսան բացել այս հանդիպման արժիվը այո շատ գրագետ է վարվում Հաղթազարյանը չդիպավ գնդակին թողեց այդ հնարավորությունը Ղազարյանն իսկ հիմա արդեն ավելի հանգիստ է դուրս գալիս Բենֆիկան պաշտպանությունից Հաղթազարյան ու այստեղ Սարիբեկյանը փակեց գնդակի ուղղությունը Ժան Ավակյանն է գնդակին հասնում դեպի կենտրոն Ավետիսյանի ուղղությամբ ու հիմա տեսնեք Ավետիսյանի շարունակությունը լավն էր այս փոխանցում իսկ հարվածը ունեց շատ ցույց ստացվեց այստեղ Սարգիս Մուրադյանի հարվածը լավ էլ չկասեցեց Մուրադյանը գնդակ իհարկե հետո այսպես ստացվեց հարված ու Բենֆիկան փորձում է դուրս գալ կրկին պաշտպանությունից եւս մեկ գրոս սկսել Ղազարյան դեպի կենտրոն ուղարկեց Տիգրան Հաղթազարյանի ուղղությամբ դեպի աճել Հաղթազարյանը բայց այստեղ էլ առաջինը գնդակին արձագանքեցին Բարսայի ֆուտբոլիստները Սարգսյան թողեց գնդակը Ավակյանին ու հիմա մի գուցե Ավակյանը այստեղ ավելի սուր փոխանցում իրականացնել բայց հետո հասկացա որ փակ են բոլոր ճանապարհները ստիպած ետ ուղարկեց ու Բարսան արդեն կսկսի պաշտպանությունից դուրս գալ Սարիբեկյան դեպի կենտրոն լավ գործողություն այստեղ իրականացրեց Սարգիս Մուրադյանը աչի եզրով էլ Բարսան անցավ գրոյով հաստակեց անկյունային հարվածի հնարավորություն հիմա տեսնենք անկյունային ինչ կտա արդեն Բարսելոնայի ֆուտբոլիստներին Շահնազարյան փոխանցումը կա ով է հարվածելու ոչ ոք այդպես էլ չհարվածեց Ավետիսյանը այստեղ հասավ հետո իրենից էլ դուրս եկավ գնդակը Դաշտի սահմաններից դուրս Կրչյան հարակ հաղարկեց գնդակը Բենֆիկան Հրաչ Ղազարյան շատ լավն էր այս կատարված փոխանցումը ցախ եզրով է Բենֆիկան անցել գրոյի տեսնենք շարունակությունը կա փոխանցում ու Ղազարյանը ձեռքով փակեց գնդակի ուղղությունը եւ այո Բենֆիկան ստանում է Տուգանային հարվածի հնարավորություն շատ վտանգավոր դիրքում իսկապես ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչի կվերացի Բենֆիկան Հրաչ Ղազարյանն է մոտենում գնդակին Խաղարկում եւս մեկ անգամ Եգանյանն էլ փորձում է հեռվից այս անգամ պաշտպանի վրա ընդունեց Ռազմիկ Եգանյանի հարված ինչ իրավիճակ է պետք է հեռացնել գնդակի իսկ սա խաղի կանոնների խախտում է անկասկած Հրաչ Ղազարյանի դեմ պայքարում սուվեց մրցավարը ու տեսնենք ինչ որոշում կկայացնի հիմա Ղազարյանի դրվագի հետ կապված տպավորությունն այնպիսին է Տուգանայինի մատույցներում ընկավ Ղազարյանը բայց իհարկե սա 11 մետրանոց հարված է թե Տուգանային մրցավարը կկայացնի վերջնական որոշումը ոչ Տուգանային հարված է մրցավարը նշանակում Տուգանային հրապարակից դուրս հարված ստացավ իր ոտքին Ղազարյանը Եվ հիմա հետևենք այս ստանդարտին, հիմա արդեն դիրքը ավելի վտանգավոր է, քան ընդամենը վարկյանները առաջ էր, այս անգամ կարծես ուղիղ հարվածի է պատրաստում Հարություն Մկրտչյանը նա է համենայն դեպս միայնակ գնդակի մոտ կասուլիչը Մկրտչյան արված բարձր է ստացվում Մկրտչյանի փորձը, բայց անկյունային իրականացնի այս ամենից հետո իհարկե Բենֆիկան դիպավ պատկասված ֆուտբոլիստերին, հետո գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս Ղազարյան ցածրից դեպի Տուգանայինի մատուցները հարված կա այստեղ Մկրտչյանի շիշտը շատ բարդ հարված կատարեց հազիվ հասավ գնդակին Մկրտչյանը, բայց ամենայն դեպս վտանգավոր է ստացվել նրա կատարած հարված ու Պողոսյանը վերջին պահին հաստրեց նկատել գնդակի ուղղությունը Ավետիսյան անցումը լավն էր, բայց փոխանցումը փակվեց Հաղթազարյանի կողմից Ավակյան նորից Ավետիսյան աճից կա Շահնազարյանը թույլ է ստացվում այս փոխանցումը, բայց Շահնազարյանը հասավ այս գնդակին դեպի ետ Սարիբեկյանի ուղղությամբ ու արդեն աչեց Սարիբեկյանն ուղարկում գնդակը Որտեղ Մուրադյանն էր նորից Սարիբեկյան դեպի Ավակյանը միացավ նաև Մուրադյանը բայց
Ավակյանի փոխանցումը մի փոքր աննաջող ստացվեց, Աղտազարյան, Հարեյան, նորից Աղտազարյան ու հիմա արդեն Տիգրան Աղտազարյանը խորքից եւս մեկ գրոհ է սկսում շատ հոյակապ փոխանցում դեպի Եգանյանը, վտանգավոր է Ռազմիկ Եգանյան, ով է հարվածելու, ոչ ոք չհարվածեց ու Ավակյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս եւ նորից անկյունային իրականացնելու հիմա արդեն Բենֆիկան իհարկե հասկանալի էր Այստեղ Եգանյանի որոշումը փորձ է շրջանցել դարպասապային հասկացա որ հարված կատարել է արդեն իսկ ուշացել է ու փորձեց սկզբում փոխանցման տարբերակ փնտրել հետո էլ արդեն վերջնականապես կորցրեց հարված կատարելու հնարավորությունը ու հիմա բարձան կսկսի դարպասից եւս մեկ երկար փոխանցում առաջ Ուրացյանի ուղղությամբ բայց այստեղ արդեն Սուրեն Սարգսյանը Առանց որևէ խնդիրների կարողացավ վերցնել գնդակը երկար նետում առաջ Արեյան Դեպի Ղազարյանը գլորեց գնդակը Ղազարյանն էլ ավելի ետ է ուղարկում Աղտազարյանի ուղղությամբ Եվ եւս մեկ խորքից փոխանցում Տիգրան Աղտազարյանից բայց այս անգամ արդեն Պողոսյանը դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին Նազարյան ու քիչ էր մնացել հիմա Բարձան սխալվեր պաշտպանությունում, բայց Շահնազարյանի անցումը գեղեցիկ է ստացվում, շարունակությունը տեսնենք Շահնազարյան հարված ու Սարգսյանը միջամտում է Շահնազարյանի հարվածին, այո թույլ տվեցին Շահնազարյանին տարածությունն ամեն ինչ իդեալական արեց, բայց Սուրեն Սարգսյանն էլ ոչ պակաս գեղեցիկ սեյվ կատարեց այս դրվագում, Սարգսյանին նետեց գնդակը Ես մեկտարկում նշեցի Այաքսի եւ Բենֆիկայի հակամարտության մասին, ոչ այնտեղ թիմերի միջև առաջին հակամարտությունը արդեն տեղի է ունեցել ու կարողացել է Բենֆիկան հաղթանակով ավարտել այդ հանդիպումը, այնպես որ առաջին շրջանում այլ հանդիպումը Այաքսի դեմ անց է կացրել եւ հետո արդեն հիմա պետք է իհարկե մտածի իհարկե շատ վաղ է որևէ բանի մասին խոսել, այս պահին պարզապես Բենֆիկայի համար մեկ խնդիր է ոչ թե Այաքսն այլ մի քանի մրցակիցներ, բայց իհարկե Բենֆիկան ամենամոտն է կանգնած Այաքսին շրջանցելու գործում, իհարկե եւ Բենֆիկայի համար պարզապես պետք է Այաքսը մեկ հանդիպում սայթակի, Բենֆիկան տանի մեկ հաղթանակ այդ տուրում ու եթե նույնիսկ լինեն հավասար միավորներ, ապա իհարկե առաջին շրջանը միմյանց միջև անցկացած խաղերի քանակը Միմյանց միջև անցկացած հանդիպումը պետք է հաշվի առնել, իսկ այդտեղ արդեն Բենֆիկան ունենում է առավելություն, բայց իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ դա միայն առաջին շրջանի հետ կապված է, մի ամբողջական երկրորդ խաղաշրջան դեռ թիմերին սպասվում է, այստեղ Հարեյանը ռիսկային գործեց, բայց ստացվեց ազատվել գնդակից շատ ամենաանհարմար պահին կարելի ասել ուղարկեց Աղտազարյանի ուղղությամբ գնդակ ու հիմա ամեն դեպքում կորցրեց Բենֆիկան գնդակը եւ բարձան է անցել գրոհի Ավետիսյան ձախից կա Ավակյանը ստացավ Ժան Ավակյանը գնդակը Ավակյան ու անկյունային է իրականացնելու հիմա արդեն Բարսան Հետևենք անկյունայինին Սարգսյանի փոխանցումը շատ վտանգավոր էր ու Մուրադյանը քիչ էր մնացել արդեն հասներ այս գնդակին ու այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ կդասավորվեր իհարկե Բենֆիկայի համար, եթե Մուրադյանի հարվածը ստացվեր, բայց փոխանցումը արդեն իսկ մի փոքր ուժեղ էր ու այս դրվագը մնաց, այսպես ասենք, անցյալում Բրաժ Ղազարյան Կար այո խաղի կանոնների խախտում Ղազարյանի դեմ պայքարում Ավետիսյանը ընդունում է դատարած խախտումը եւ հիմա արդեն խաղարկի գնդակը Աղտազարյանը Ոչ երկար փոխանցում է կատարում առաջ շատ հաշվել նկատեր այս փոխանցումը իսկ որտեղ է հիմա գնդակը Սուրմալյանի հարվածից հետո սա ամենավտանգավոր պահը իհարկե կարելի է համարել այս հանդիպանը ընդամենը մի քանի մետր բաժանեց Գևորգ Սուրմալյանին դարպասը գրավելու գործում իհարկե պետք էր այս փոխանցումը ամեն դեպքում որը կատարեց Տիգրան Աղտազարյանը գոլով ավարտեր Սուրմալյանը դա իհարկե ավելի կգեղեցկացներ փոխանցման արժեքը բայց վրիպեց այս դրվագում վրիպեց իհարկե Սուրմալյանը եւ հիմա արդեն տեսնենք ինչ տարբերակներ ինչ փորձեր նորից ստեղծի Բենֆիկան մրցակցի դարպասի ուղղությամբ ներողություն Սարգսյան Հետ է գլորում գնդակը Աղտազարյանին
Մկրտչյան շատ լավ նկատեց Եգանյանին Ռասմիկ Եգանյան մանևրում դաշտի միջին հատվածում հիմա նորից Սարգսյան կրկին Եգանյան գուցերվից գործի Եգանյանը ոչ դեպի Հրաչ Ղազարյանը փոխանցեց հիմա Հաղթազարյանն է ստացել գնդակը Եգանյան ազատվեց գնդակից Մկրտչյանին ուղարկելով այն Հարություն Մկրտչյան ձախ ոտքով արված փակվեց Մկրտչյանի հարվածը բայց իհարկե գնդակը կրկին մնում է Բենֆիկայի մոտ եւս մեկ փոխանցում Հաղթազարյանից այստեղ էլ Ներացեց Բարսան սեփական տուգանային մատույցներից գնդակը իսկ հիմա Մկրտչյանն է ընդունել գնդակը շատ վտանգավոր իրավիճակ է Մկրտչյանը իհարկե մի փոքր ավելի շարժվեց բայց փոխանցումը շատ դառներ ու Եգանյան այստեղ փորձեց հարմարեցնել գնդակը աջ ոտքին եւ հարվածել բայց վերջի պահին պաշտպանը զգաց Եգանյանի որոշումը հիմա Եգանյանն է փոխանցում ու արդեն անկյունային միայն իրականացնի Բենֆիկան այս իրավիճակից հետո իսկապես շատ լավ Շատ անդադար գրոներ է հիմա Բենֆիկան իրականացնում մրցակցի դարպասի ուղղությամբ, փորձում է առաջինը հասնել հաջողության, բայց առայժմանարակ է Բարսայի դարպասը Հաղթազարյան վերջին պաշտպաններ Սարգսյանը խլեց գնդակ ու հիմա արդեն իհարկե Հաղթազարյանը հաստրեց դիրքավորվել, բացի այդ էլ Հարեյանը եկավ օգնության եւ ախնդրեմ Հարեյանն էլ հենց գնդակի խլում իրականացեց Ղազարյան դեպի Եգանյանը Հարություն Մկրտչյան Եգանյան ու այստեղ արդեն իհարկե թույլ չտվեցին Եգանյանին հարվածել Սարիբեկյանը հասավ գնդակին հետո գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու արդեն այո եզիս պետք է նետեն Բենֆիկայի ֆուտբոլիստները Սարիբեկյանը ճիշտ է հասավ բայց արդեն դաշտի սահմաններից դուրս է գտնվում գնդակը Ղազարյան դեպի Մկրտչյանը Շատ գեղեցիկ գործեց Մկրտչյանը այստեղ շարունակում է Բենֆիկան գրոհել Աչեզով Մկրտչյան ուժեղ էր այս փոխանցումը իհարկե մի փոքր լավ չհաշվարկեց խաղանկերոջ Արշակ Սարգսյանի դիրք ու փոխանցում ուժեղ կատարեց Բարսան Գնդակով է Նազարյան Դեպի Ավետիսյանը Ղազարյանը խլում իրականացեց այստեղ գնդակի իսկ այստեղ արդեն վերականգնեցին Բարսայի ֆուտբոլիստները գնդակը Մուրադյան պետք է արագ ազատվել գնդակից դեպի Ավակյանը փոխանցեց Ժան Ավակյանն էլ պահում է գնդակը բայց հետո Հարեյանը շատ լավ գործեց Սուրմալյան Եգանյան վտանգավոր է Մկրտչյան ու գնդակը հայտնվում է ի վերջո Բարսայի դարպասում Բենֆիկան առաջ է անցնում հաշվի մեջ Հարություն Մկրտչյան 1-0 Ամնաճիշտ պահին էր Եգանյանի կատարված փոխանցումը ու Մկրտչյանը խփում է այս հանդիպանը առաջին գնդակը այո ի վերջո ստացվեց Բենֆիկայի մոտ առաջինը հասնել հաջողության խաղակեսի վերջնամասում ու հիմա արդեն իհարկե Բարսան ունի արժև դրված խնդիր որքան շուտ հավասարեցնել հանդիպան արժիվը ճիշտ է չեմ ասում միջև ընդմիջման գնալ քանի որ բավական քիչ է մնացել հանդիպան առաջին խաղակեսի ավարտին փոխարենը հիմա կարող էր երկրորդ անգամ Բարսան գնդակ բաց թողնել ինչ շարված էր Ղազարյանից եւ դարպասաձողը փրկեց այստեղ Բարսային հետո Եգանյանը չհաստրեց հարվածել Ավակյան եւ հիմա Բարսայի պատասխանը բայցում էր ուղղված այս փոխանցումը բավական ուժեղ կատարեց այն Ժան Ավակյանը եւ հարված ենք տեսնելու Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից Տիգրան Հաղթազարյան եւս մեկ երկար փոխանցում հասավ գնդակը Եգանյանին ով ձախ եզրում է տեսնենք Եգանյան ուղարկեց գնդակը Սուրմալյանի ուղղությամբ Ղազարյան շատ լավ հավաքորդակցություն կլիներ իհարկե եթե Ղազարյանի փոխանցումը հասներ Սուրմալյանին Հաղթազարյան Սարգսյանին է ուղարկում գնդակը նորից Հաղթազարյան վերջի րոպեն մեկ տարկած է խաղակեսի տեսնենք այս Քիչ ամնակահատվածում արդեն ինչպիսին դրվագներ փորձեն ստեղծել թիմերը իհարկե Բենֆիկան ունի մեկ գրոյի հնարավորություն
Հարեյան ուղարկեց գնդակը Սուրմալյանի ուղությամբ շատ լավ կատարեց Սուրմալյանն էլ փոխանցումը Հարեյանին նա միացել է գրոին Հարեյան փոխանցում Եգանյանի ուղությամբ Ռասմիկ Եգանյան 2-0 այո Խաղակեսի վերջի րոպեին ստացվեց Բենֆիկայի մոտ կրկնապատկել այ առավելությունը ու թիմերը կգնան ընդմիջման հենց 2-0 հաշվի պայմաններում Ֆուտբոլասեր բարեկամներ վերադառնում ենք մեկ տարկեց Եգոր Խաղակեսը Բարսան ընդդեմ Բենֆիկայի հանդիպան ու տեսնենք Եգոր կեսում արդեն ինչ կմատուցեն թիմերը մեզ այո շատ լավ ստացվեց Խաղակեսի վերջնամասը Բենֆիկայի համար 23-րդ րոպեին Մկրտչյանը բացեց հանդիպան հաշիվը 24-րդ րոպեի դրությամբ Ռազմիկ Եգանյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը իհարկե շատ այսպես ասենք անհարմար իրավիճակում ընկավ Բարսան այդ երկու գնդակները բաց թողնելուց հետո ընդմիջում ու արդեն իհարկե պետք է ընդմիջումից հետո Բարսան մտածի այս ամենը կառավարելու մասին այս ամենը շտկելու մասին հիմա իհարկե հենց այնպես ոչնչից երկու գնդակ իհարկե չի լինելու Բենֆիկայի դեմ խաղում ետ բերել պետք է դրա համար անդադար աշխատանք տանել բայց իհարկե Բարսան լինենք արտարացի ուներ մի քանի դրվագում առաջի խաղակեսում հնարավորություններ գոնե մեկ գնդակ հեղինակելու այն պարագայում իհարկե դեռ հաշիվը 0-0 է բայց արդեն ինչպիսի իրավիճակ է Ղազարյան 3-0 սա արդեն ֆանտաստիկ է արված Հրաշ Ղազարյանի կողմից 3-0 շատ վստահ է հիմա արդեն գործում Բենֆիկան Մեկ ակնթարթ հաշվի առավ մրցակիցը դարպասապայի դիրքը Ղազարյան ու հեռար հարվածով խփում է այս հանդիպան երրորդ գնդակը Բենֆիկա երրորդ գնդակ ու իհարկե շատ կարճ ժամանակահատվածում խնդրեմ իհարկե խաղային րոպեների մասին է խոսքս ընդմիջում այսպես ասած չհաշվենք իհարկե 3 րոպեում փաստացի ստացվում է այնպես որ 3 գնդակ է բաց թողնում Բարսան 23-24 եւ 26-րդ րոպեի դրությամբ այո 23-ից 26-րդ րոպեները այսպես ասենք այս հանդիպան համար չստացվեցին Բարսայի տեսանկյունից այո 3 գնդակ հեղինակեց Բենֆիկան ու հիմա արդեն իսկապես շատ ծանր իրավիճակում է հայտնվել Բարսելոնան եթե խաղակեսից հետո խնդիրը 2 գնդակ էր ապա Ղազարյանի հարվածից հետո այդ 2 գնդակները եռապատվեցին ու Բարսան արդեն պետք է մտածի 3 գնդակ ետ բերելու մասին այս հանդիպան ընթացքում հիմա անցել են գրոյի Բարսայի ֆուտբոլիստները Սարգսյան կա փոխանցում Ղազարյանը այստեղ առաջին արտակարգեց բայց շարունակում է մնալ գնդակը Բարսայի ֆուտբոլիստերի մոտ Մուրադյան աչքի եզրում է Մուրադյան փոխանցումն էլ կա Արտազարյանը հեռացեց գնդակը Ղազարյանն էլ Մկրտչյանին ուղարկեց իսկ այստեղ արդեն խաղի կանոնների խախտում է վաստակել իհարկե Բենֆիկան կար խաղի կանոնների խախտում Ղազարյանի դեմ պայքարում փոխանցման պահին հիմա խաղարկումը տեղի ունեցած է Հարեյանն է հայտնվել հարվածային գոտում ու վերին հեռավոր անկյունն է ուղարկում գնդակը Վիլիկ Հարեյան 4-0 սա արդեն իհարկե 3 միավորանոց գնդակ էր Չորզրոյ Հարեյանը դարձում այս հանդիպան հաշիվ, այո ես հենց այնպես չէ, որ ասացի 3 միավորանոց գնդակ Հարեյանի կատարմամբ արդեն իհարկե այս գոլով եթե Բարսան շարունակի նման կերպ հանդես գալ իհարկե փաստ ենք Բենֆիկայի ակտիվը, քանի որ 4 գնդակ եւ իհարկե դեռ Բենֆիկան կարծես գոլներից արավ ունի, դեռ շարժվում է առաջ Բենֆիկան փորձում է չբավարարվել ձեռք բերածով փորձում է ավելին ու դա իհարկե առաջնային խնդիրը որ Բենֆիկայի մոտ այս
հանդիպան այս խփած գնդակները ստացվել են, այո, չբավարարվեցին մեկ գնդակով մինչև ընդմիջման գնալը։ Եգանյանը խփեց երկրորդը, հետո խաղակեսը մեկ տարկեցին ու շատ արագ Ղազարյանը երրորդ գնդակը ուղարկեց դարպասը։ Հիմա էլ Արեյանն է խփում այս դիմակայության 4-րդ գնդակը ու 4-0 հաշվով ընթանում է հանդիպումը։ Եգանյան դեպի ետ ուղարկեց Սարգսյանի ուղղությամբ։ Շատ լավ նկատեց Մկրտչյանին, Սարգսյանն էլ Արություն Մկրտչյան, թույլ ստացվեց մի փոքր փոխանցումը եւ Շահնազարյանն այստեղ կարողանում են հեռացնել գնդակը, բայց Մկրտչյանը կրկին արձագանքեց գնդակին եւ հիմա արդեն եզրային նետում է իրականացնելու Բենֆիկան։ Աղթազարյան կար խաղի կանոնների խախտում, այո, Սարգսյանը կանգնեց Աղթազարյանի ոտքին։ Երկար փոխանցում Աղթազարյանի կողմից վտանգավոր իրավիճակ է ու այո, կար խաղի կանոնների խախտում, այստեղ էլ Սուրմալյանը թիկունքի ցրեց Սարիբեկյանին եւ ընդունեց իր կատարած խաղի կանոնների խախտումը, իհարկե դա ամենակարևորն է Ժանավակյան։ Դեպի հետ Ավետիսյանի ուղղությամբ, Ավետիսյան, բայց այստեղ փոխանցումը անհաջող ստացվեց այս դրվագում Ավետիսյանի կատարած, բայց Շահնազարյանն էլ վերականգնեց գնդակը Բարսայի համար ու արդեն եզրային նետում է իրականացնելու Բարսելոնան։ Սարիբեկյան նորից Շահնազարյանին է հասնում գնդակը։ Երկար փոխանցում դեպի Սարգսյանը անցավ այս փոխանցումը Սարգսյան եւ հեռացավ գնդակը Տիգրան Աղթազարյանից։ Դաշտի սամբանդերից դուրս, բայց արագ էլ Բարսանը գործում գնդակ ու արդեն պետք է եսից նետի Բենֆիկան։ Ազարյան երկար փոխանցում դեպի խաղընկերը, բայց այստեղ Ժանավակյան ավելի շուտ կանգնեց գնդակի ճանապարհին, քան հասավ գնդակը Սուրմալյանին, Ավակյան հետ է ուղարկում գնդակը։ Բայց այստեղ Աղթազարյանն էլ կարծած մրցակցի մտահաղացումը եւ եւս մեկ հակագրող ավելի արագ կարող է իրականացնել Բենֆիկան Մկրտչյանն առաջ է շարժվում դեպի աջ վտանգավոր է Սուրմալյանը բավական ուժեղ այստեղ կատարեց այս փոխանցումը, այո, պետք էր ավելի նրբանկատ փոխանցում ու թե Ղազարյանը թե Մկրտչյանը կարող են եզրափակել այս դրվագը գոլով, երկուսն էլ շատ ազատ դիրքում էին դες զբաղեցել ու ցանկացած որոշում Սուրմալյանից պարզապես մի փոքր ավելի հաշվենկատ փոխանցում էր արկավոր ու 5-րդ անգամ կգրավել Բենֆիկան մրցակցի դարպասը, բայց այս տարբերակը նախընտրեց Սուրմալյանը ու փոխանցումը բավական ուժեղ ստացվեց, բայց հիմա էլ արդեն եզրային նետում հենց Սուրմալյանն է իրականացնում, այո, շատ ժամանակ չպահանջվեց Բենֆիկայից կրկին տիրելու համար գնդակին, Եգանյան եւ դեպի հետ է ուղարկում դարպասապա Սուրեն Սարգսյանի ուղղությամբ։ Բենֆիկայի ավակտել սկսում է խորքից եւս մեկ փոխանցում Մկրտչյանին հասավ գնդակը մի փոքր լավ չկասեցեց Մկրտչյանը, բայց այնուամենայնիվ շարունակում է դիել գնդակին։ Բենֆիկան Ղազարյան հասցրեց, այո, փոխանցել Արեյանին, Արեյանն էլ շատ ճիշտ բան է ուղարկում գնդակը Գևորգ Սուրմալյանի ուղղությամբ, եւս մեկ գրող գեղեցիկ էր այս փոխանցումը Մկրտչյան ու այստեղ արդեն Պողոսյանը հեռացեց գնդակը, Հարություն Մկրտչյան նորից է շարունակում գնդակով մնալ Բենֆիկան, բայց այստեղ արդեն Սարիբեկյանը դուրս գալով իր դիրքից տիրեց գնդակին ու սկսում է Բարսայի համար մեկ գրող հիմա Սարիբեկյանը տեսնենք։ Սարգսյան շատ լավ է շրջում Սարգսյանը, շարունակում է մնալ գնդակով Սարգսյանը հարված ու Եգանյանը փակում է գնդակի ճանապարհը։ Փորձեց ինքը ավարտին հասնել այս սկսած գրոհը, բայց Սարգսյանի հարված այսպես ստացվեց այս դրվագում, եզրային նետումը իրականացնում է Բարսան, Շահնազարյան վստահանցում է դեպի Ավետիսյանը, փոխանցում իրականացեց, իսկ Ավետիսյանի փոխանցում այստեղ անասծ է ստացվում։ Սուրմալյան, Ղազարյան, նորից Սուրմալյան,
Դեպի Մկրտչյանը, նորից Ղազարյան, շատ լավ է զգում Ղազարյանը դաշտի միջին հատվածում իրեն, իսկապես Ղազարյան Մկրտչյան այս զույգը շատ հրաշալի հանդիպում է այսօր անցկացնում դաշտի միջին հատվածում, նրանք իհարկե թե լավ կարողանում են մրցանցի գրողները չեզոքացնել, թե Բենֆիկայի համար գրողներ կառուցել, իսկապես շատ ամուր կիսապաշտպանություն ունի այս պայդրությամբ Բենֆիկան խաղադաշտում։ Սարգսյան նորից Բարսանը հիմա անցել գրոհի, Շանդազարյանը արգելակեց, հիմա ստացվեց փոխանցումը դեպի Ժան Ավագյանը, Ավագյան վտանգավոր է արվածը կա Ավագյանի, բայց բարձր ստացվեց Ժան Ավագյանի այս փորձը։ Արտազարյան դեպի աչը գլորում գնդակը ու հարված կլինի Բենֆիկայի դարպասից մի փոքր իհարկե ընկավ հանդիպման տեմպը, բայց դա հասկանալի պատճառներով է Բենֆիկան այս խաղում հաղթող կապված բոլոր հարցերի պատասխանը արդեն տվել է Եգալյանն է հիմա էլ հայտնվել հարվածային գոտում, բայց թույլ չտվեց վերջին հարվածը դիպուկ իրականացնել, այո, դա միայն այն պատճառով է, որ Բենֆիկան արդեն լուծել է հաղթող հետ կապված բոլոր խնդիրները, իսկ Բարսան չասեմ չունի ցանկություն, բայց Բարսայի մոտ չի ստացվում գոնե կրճատել հանդիպման հաշիվը, դա իհարկե եթե Բարսայի մոտ ստացվի արագորեն մեկ գնդակ հեղինակել, իհարկե որևէ ոգևորության ալիք կտեսնեն մենք խաղադաշտում, բայց առաջում Բենֆիկան վստահեցնում իրեն, Մաթեոսյան ուղարկեց գնդակը Հաչիեզը և անկյունային իրականացնում է Բարսան, Շահնազարյանն է տեղադրել գնդակը, նա է իրականացնում անկյունայինը, Եգանյանը հեռացեց, Նազարյան ու Արեյանից հեռացավ գնդակը այսօր դաշտի սահմաններից, ամեն դեպքում նորից Բարսան գտիր է գնդակին, նորից Շահնազարյան դեպի կենտրոն Ավետիսյանի ուղղությամբ տեղափոխեց Ավետիսյանը գնդակը դեպի Ժան Ավագյանը, բայց Սուրումանյանը ոչ միայն խլեց գնդակը, նաև շատ լավն էր այս փոխանցումը դեպի Հաչիեզը, Հարություն Մկրտչյան, անցումը ստացվեց Մկրտչյանի, բայց այստեղ դարպասապա Պողոսյանը դուրս գալով դարպասից փակեց Մկրտչյանի փոխանցման ճանապարհը, իսկ Սուրումանյանի հարվածի ժամանակը արդեն Պողոսյանի դիրքում էր և ստացվեց նաև հեռացնել այս գնդակը, այո, այս դրվագում միայն դարպասապա Պողոսյանի ջանքերի շնորհիվ Բենֆիկան չհասավ հաջողության։ Անկյունային հարակորեն խաղարկված է Ղազարյան հարվածում։ Կողքից դիպավ գնդակը ցանցին հրաչ Ղազարյանի կատարած հարվածից հետո։ Ավագյան և հեռացավ գնդակը դաշտի սահմաններից։ Մուրադյանը հիմա շարժվում է առաջ, Մուրադյանը տեսնենք, բայց Արեյանն է այստեղ շատ լավ պաշտպանվում, շարունակի Բարսանի գրող Ժան Ավագյան, լավ փոխանցում էր Սարգսյան ու բարձր է ստացվում Ռուբեն Սարգսյանի կատարած հարվածը հիմա էլ Սարգսյանը վրիպեց շատ նպաստավոր դիրքից, այո, եթե հիմա գոնե ստացվեր մեկը խփել Բարսայի մոտ, այո, մենք ավելի իհարկե ինտեգրվեինք այս հանդիպմանը ավելի, մի փոքր ավելի, իհարկե, փորձեր Բարսան արդեն անել խփած գնդակից հետո, բայց դեռ պետք է իհարկե մեկը խփել հետո մտածել ավելի մասին։ Մաթեոսյան շատ լավ գործեց ու խնդրեմ Ղազարյանը հեռացել գնդակը դաշտի սահմաններից դուրս, ինչը նշանակում է, որ անկյունային է հիմա իրականացնելու Բարսելոնան։ Դեպի Մաթեոսյանը Դավիթ Մաթեոսյան ֆենոմենալ գնդակ այսա իհարկե պետք է ավելի շուտ աներ Բարսան 4-1 է Մաթեոսյանը դարձնում հանդիպան հաշիվը
շատ լավ նկատեց հեռավոր բաց անկյունը Մաթևոսյան, իսկ հարվածը իհարկե անկասելի ու անկրկնելի էր։ Ռաֆի Մաթևոսյան 4-1 ու հիմա գուցե Բարսան այս խփած գնդակից, այս շքեղ խփած գնդակից հետո որևէ բան արտնասնի գործողություններում ու փորձի եւս մեկը հեղինակել իհարկե դա արդեն հանդիպան վերջնամասը ավելի ինտրիգային կդարձնի, եթե իհարկե ստացվի եւս մեկ անգամ եմ կրկնում շատ արագ կարողանան հեղինակել երկրորդ գնդակը, դա իհարկե միայն այդ դեպքում, բայց այնուամենայնիվ իհարկե արժանին մատուցենք, եթե նույնիսկ իհարկե ոչինչ չկարողանա Բարսան առաջարկել Մաթևոսյանի խփած շքեղ գնդակի իհարկե իր արժեքը չի կորցնի, դա միանշանակ է։ Ժանավակյան այստեղ Մկրտչյանը տարավ իր գնդակը ամեն դեպքում դեպի հետ ուղարկում Սարգսյանի ուղղությամբ, դեպի Աչել Սարգսյանը փոխանցեց Սուրմալյան, դեպի հետ Հաղթազարյանին է ուղարկում Սուրմալյանը գնդակ ու Տիգրան Հաղթազարյանն էլ խորքից եւս մեկ գրոհ է սկսում, շատ լավ է տեսնում այստեղ խաղադաշտարություն Մկրտչյան դեպի Աչարյան ու այստեղ արդեն ինչ փոխանցեց Արայանը Ղազարյանին, կարող էր հիմա նորից Բենֆիկան 4 գնդակի առավելությունը վերականգնել, Հաղթազարյան շատ լավ է գործում, Տիգրան Հաղթազարյանը պաշտպանությունում եւս մեկ փորձ հիմա Բարսայից Մաթևոսյան չնստեց այս անգամ գնդակը Մաթևոսյանի ոտքին, Հաղթազարյան Կեկար փոխանցում խորքից դեպի Մկրտչյանը, հասնում է այս գնդակը հարություն Մկրտչյանին, այո, պահել է Մկրտչյանն էլ գնդակը դաշտի սահմաններում, իսկ փոխանցումը կարողանում է Պողոսյանը հեռացնել, Եգանյան չի ավարտվել Բենֆիկայի գրոհը Ֆիլիպ Արեյան ու փակվեց Արեյանի հարվածը, հիմա արդեն ակտիվացավ Բենֆիկան կրկին Մաթևոսյան Եվ այստեղ լավ գործեց Բենֆիկան պաշտպանությունում Մուրադյան աչեզրում ընդունեց Մուրադյանը գնդակը շարժվեց դեպի կենտրոն Բայց նորից ստացվեց Բենֆիկայի մոտ դուրս գալ պաշտպանությունից ու նորից անցնել հակագրոհի Մկրտչյան ֆենոմենալ փոխանցում Եգանյան ու ստացվեց այս դրվագը եզրափակել գոլով Հիմա Եգանյանը իհարկե կարծում եմ փորձեց ոտնահատի դրսի մասով հեռավոր անկյունն ուղարկել գնդակը, բայց բավականաշեղ ստացվեց այստեղ Եգանյանի փորձը կար տարբերակ արգելակելու նորից Մկրտչյանին հասցեագելու այս գնդակը իհարկե դա ավելի հավանական է դարպասի գրամում տեսնելուն, բայց իհարկե եթե մոտակա անկյունը նույնիսկ փորձել Եգանյանը ուղարկել գնդակը կարծում եմ Պողոսյանը արդեն չէր հասցնի, քանի որ հենց այդ ուղղությամբ է ներկել որտեղ հարվածեց Ռասմի Եգանյանը Նորից հարված կտեսնենք Բենֆիկայի հարվածից Սարգսյան դեպի Սուրմալյանը փոխանցեց, իսկ ում է ուղղված այս փոխանցումը շատ պարզունակ իրավիճակում է գործում հիմա Բենֆիկան գնդակը Շահնազարյանն նետում է եսից Նազարյան Սա փոխանցում էր, բայց բավական հեռուն գնաց Նազարյանի կատարած փոխանցումը եւ եզրային նետում է իրականացնելու արդեն Բենֆիկան Արեյանն է կատարում եզրային նետումը, այո վերցրեց դադար ու շատ լավ փոխանցեց Ղազարյանին, բայց այստեղ Բարսան լավ գործեց պաշտպանվելի Ժանավակյան դեպի կենտրոն եւս մեկ անգամ ստացվեց հիմա հասցեագել գնդակը Մուրադյանին սա փոխանցում էր Ավակյան վտանգավոր է ու Մաթևոսյանն այստեղ էլ կանգնում Ավակյանի հարվածի ճանապարհին այո արդեն Բարսայի մոտ ստացվեց այս դրվագում եւս հասնել հաջողության հիմա եթե կարողանար խփել Բարսան այո չեմ ասում կմտածել փրկության մասին բայց
Ամենայն դեպս իհարկե որքան կրճատի բարձր հանդիպան հաշիվը կա, այդքան եօգուտ կլինի Բարսայի ֆուտբոլիստերին հետագա արդյունքները հաշվելիս, քանի որ իհարկե ցանկացած գնդակ այս մրցաշարում կարող է վճռորոշ լինել։ Հիմա ստանդարտին հետևենք Հրաչ Ղազարյանն իրականացնելու այն կա փոխանցումը, բայց այստեղ դարպասապա Պողոսյանի ձեռքերի բաժնասավ գնդակը նետեց նայել Շահնազարյանի ուղղությամբ, իսկ հիմա արդեն անկյունային է իրականացնելու Բարսան։ Հետևենք անկյունայինին, Մաթևոսյանն է իրականացնելու անկյունայինը։ Ցածրից փոխանցում վտանգավոր իրավիճակ էր, բայց ոչ ոք չի եզրափակել նաև այս փոխանցումը։ Ռազմիկ Եգանյան դեպի աջ Արեյանի ուղղությամբ լավ չընդունեց մի փոքր Արեյանը գնդակը եւ ախնդրեմ Բարսան նորից սկսում Մաթևոսյան փորձեց հարվածային գոտում այդ տվել, բայց հերու թողեց գնդակը։ Նորից դեպի Մաթևոսյանը, իսկ այստեղ արդեն Ղազարյանը առաջինը արձագանքեց գնդակին, առանց այն էլ Շահնազարյանի փոխանցումներ ուժեղ ստացվել, իսկ հիմա ծափարություն էր միայն Հրաչ Ղազարյանին գնդակը դաշտից հեռացնելու համար ու հասկանալու համար ինչ է պատահել Ռաֆի Մաթևոսյանին, ամեն ինչ կարգին է Մաթևոսյանի հետ։ Հիմա էլ Բարսան հասնեց գնդակը մրցակցին, ինչի արդիվ իհարկե ծափարություն էր երկու թիմերին էլ դա իհարկե առաջնային Հրաչ Ղազարյանին, հետո Մաթևոսյանին, իսկ հիմա Հարություն Մկրտչյանը կարող էր ևս մեկ գնդակ ավելացնել իր անվան դիմաց, բայց դարպասապա Պողոսյանը դա թույլ չտվեց։ Մկրտչյան շարունակում է գրոհել Բենֆիկան, ևս մեկ փորձ ու Պողոսյանը նորից վերցրեց գնդակը, իսկ Արեյանը այստեղ շատ լավ պաշտպանվեց, բայց միևնույն ժամանակ այո խախտեց խաղի կանոնները։ Մաթևոսյան այստեղ գնդակի կորուս Սարգսյան ստացվեց Մկրտչյանին հասցեակել գնդակը ու ախնդրան նույնիսկ չէր շտապում Բենֆիկան, բայց Մկրտչյանը ամեն դեպքում հարվածեց ու նորից Պողոսյանի վրա ընդունեց Մկրտչյանի հարվածը Ռազմիկ Եգանյան չէր ստացվում Եգանյանի այս փորձն էլ ու նորից գրող Բարսայից, բայց բավական ուժեղ էր այս փոխանցումը դեպի Շահնազարյան ուղղված։ Ես իսկ նետիկ եմ Շահնազարյանը ուղարկեց գնդակը Մկրտչյանին։ Ղազարյանն է հիմա էլ բաժնասնում գնդակ ու Ղազարյանը շատ հնարամիտ կերպով գործեց։ Իհարկե որքան հիմա գցի Բենֆիկան հանդիպան տեմպը, դա ավելի կմոտեցնի հանդիպումը ավարտին։ Դեպի աջ եզր ուղարկեց գնդակը Սուրմալյանին, Եգանյան շատ լավ է գործում Եգանյանը, Մկրտչյան միայնակ գործեց այստեղ արեց ամեն ինչ Հարություն Մկրտչյանը, փոխանցում ու Արեյանը վրիպում է շատ նպաստավոր, դիրքից ինչու չհարվածեց իհարկե Մկրտչյանը դա հասկանալի էր փորձեց Արեյանին տալ այդ հնարավորությունը, իսկ Արեյանը ավելի նպաստավոր դիրքում էր, բայց ինչպես կարելի է չեզրափակել այս դրվագը գոլով շատ լավ հնարավորություն կորցրեց Բենֆիկան հիմա ևս մեկը, բայց Պողոսյանն է կարողանում հեռացնել գնդակը ու Բարսան կարողացավ ամեն դեպքում դուրս գալ պաշտպանությունից Մուրադյան ուղարկում է դեպի կենտրոն Շահնազարյանի ուղղությամբ, իսկ այստեղ արդեն Սարգսյանն է գնդակը պարզապես հեռացնում դաշտի սահմաններից դուրս Ավետիսյան դեպի Մաթևոսյանը ևս մեկ փորձ Մաթևոսյանի չէր ստացվում Ռաֆի Մաթևոսյանի կատարած այս հարվածն էլ
Երկար փոխանցում Ախտազյանից դեպի առաջ նորից հասնում է իհարկե Մկրտչյանին այս գնդակը, բայց այս անգամ Մկրտչյանը չկարողացավ այն բայել դաշտի սահմաններում։ Շահնազարյան դեպի Ավակյանը, իսկ այստեղ է Սուրմայանն է հաջող գործում դեպի Եգանյանը գլորեց գնդակը, նորից Մկրտչյանին է ուղված այս փոխանցում եւ անկյունային է իրականացնելու հիմա Բենֆիկան վերջի րոպեն նույնպես մեկնարկած է այս հանդիպման երկար փոխանցում Ղազարյանի ուղղությամբ, Հրաչ Ղազարյան, տեսնենք ինչ տարբերակ կնախընտրի, ուղարկեց գնդակը Սուրմալյանին դեպի Եգանյանը ու շեղությամբ ստացվեց, աննշան շեղությամբ մտածավ Եգանյանի կատարած այս հարվածը Մաթևոսյան ուժեղ է նաև Մաթևոսյանի այս փոխանցում ու վերջ հանդիպումից այստեղ էլ ավարտում ենք այո 4-1 հաշվով առավելության է հասնում Բենֆիկան մրցակցի նկատմամբ ու մրցաշարային աղյուսակում ժամանակավորապես վեր է բարձրանում երկրորդ հորիզոնականը դեռ իհարկե մեկ հանդիպում էլ Բենֆիկան պետք է անցկացնի այս հանդիպան համար այսքանը կարճ դադար մեզ մոտ որից հետո կշարունակենք